Եթերում լուրերի փետրվարի 13-ի երկրորդ թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Հայաստանում մեկնարկել է կլոր սեղան քննարկումը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ադրբեջանական պատվիրակությունն առաջին անգամ Հայաստան է եկել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով։ Այսօր և վաղը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում իրականացվող երկկողմ կլոր սեղանին, բացի հիմնական մասնակիցներից ավելի լայն խմբեր կլինեն։ Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ քննարկումների ընթացքում անդրադարձ կլինի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Ռուսաստանը հաշվի կառնի միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորներ կառուցվեն։ Հայտարարել է Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքով Ռուսաստանը ստիպված կլինի ենթադրել, որ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան փորձարկումները կիրականացվեն մոտակայքում սեյսմիկ ակտիվ գոտում։ Շոյգուն հիշեցրել է, որ ճապոնական Ֆոկուսիմա 1 ատոմակայանում երկրաշարժի հետևանքով ավերվել են հենց ամերիկյան ռեակտորները, և դա հանգեցրել է շրջակա միջավայրի մասշտաբային ռադիոակտիվ վարակման։ Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև ընդգծել է, թե Հայաստանում փոքր ռեակտորների կառուցման համար, որը հավանաբար կֆինանսավորվի վարկով, կվճարեն երկրի ապագա սերունդները։ Հիշեցնեմ, երկուշաբթի Հայաստան կատարած այցի ժամանակ փոխնախագահ Վենսը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները Հայաստանին կմատակարարի փոքր մոդուլային ռեակտորներ միջուկային էներգիայի մասին համաձայնագրով։ Հայաստանը ցանկանում է, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստի 7-րդ հոդվածը սահմանում է, որ կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Անդրադառնալով դրան, Գրիգորյանը հիշեցրել է, պայմանագիրը նախ պետք է ստորագրվի և վավերացվի, որ համաձայնություններն ուժի մեջ մտնեն։ Նրա խոսքով սակայն հստակ է այն, որ պաշտոնական Երևանը ցանկանում է առաքելությունը մնա Հայաստանում և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։ Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում 768 կիլոգրամ թմրամիջոց է առգրավվել։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը սա կարևոր նվաճում է համարել և ընդգծել, որ այս թիվը 80%-ով շատ է 2024-ի համեմատ։ Նախարարը նաև վստահեցրել է, թե թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ լիովին նոր ռազմավարություն են մշակել, որը թիրախավորել է թե հանրային առողջապահությունը, թե անվտանգությունը։ Նրա խոսքով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով կամ 20,4%-ով։ Միևնույն ժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով շատ դեպք։ Հայաստանում կարգելվի պոլիէթիլային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է 2027-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, բացօթյա և շրջիկ առևտրի կետերում արգելել պոլիէթիլային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։ Բացառություն կսահմանվի կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերի համար։ Արգելքի խախտման համար սահմանվում է պատասխանատվություն։ Առաջին խախտման դեպքում նախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերում տուգանք 100-ից 150 հազար դրամի չափով։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին, ամփոփելու ուրբաթ 13-ը։